Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հզոր Նաբուկոդոնոսոր արքան պաշարեց Երուսաղեմ քաղաքը և գրավեց այն։ Հրեաների համար իրավիճակն անհույս էր։ Աստված թույլ տվեց, որ Հովակիմ թագավորին գերի վերցնեն։ Նա երկրպագել էր կեղծ աստվածների, որոնք չէին կարող օգնել իրեն։ Թշնամին թալանեց քաղաքի գանձարանը և նույնիսկ տաճարը։ Ասփենաս, ես երիտասարդ իսրայելացիներ եմ ուզում, որ ինձ ծառայեն։ Ընտրիր ամենաուժեղներին և ամենաիմաստուններին, երիտասարդ և գեղեցկադեմ երիտասարդներին։ Գերինկացներն ավելի քան 1000 կիլոմետր էին անցել։ Դանիելն ու իր ընկերները նույնպես նրանց մեջ էին։ Նրանք վերջապես հասել էին Բաբելոն մեծ քաղաքը։ Ինչ էր նրանց սպասվում թագավորական պալատում։ Նրանք պետք է հնազանդվեին յուրաքանչյուր հրամանի։ Նրանք ընդհանրապես ոչ մի իրավունք չունեին, բայց Դանիելն ու նրա ընկերները վճռականորեն որոշեցին հնազանդվել Աստծուն։ Դու նույնպես այդպես ես որոշել։ Հնազանդվում ես Աստծուն, երբ դպրոցում ես, տանն ես, ընկերներիդ հետ ֆուտբոլի դաշտում։ Աստված արժանի է, որ հնազանդվես իրեն։ Դանիելն ու իր ընկերները շուտով հանդիպեցին իրենց առաջին փորձությանը։ Թագավորը հրամայել էր, որ գերիները 3 տարի կրթվեն։ Նրանք պետք է բաբելոներեն և քալդեացիների դպրությունը սովորեին։ Նրանք պետք է թագավորի սեղանից ուտեին այն, ինչ կդրվեր նրանց առջև։ Անանիա, մենք չենք կարող այս ուտելիքից ուտել։ Սա Աստծո կանոններին դեմ է։ Ինչ ես կարծում։ Ուրիշ ուտելու բան կտան մեզ։ Կներեք, բայց մենք թագավորի սեղանից չենք կարող ուտել։ Թագավորը դա ձեզ համար է պատվիրել։ Եթե ես բացառություն եմ ձեզ համար, և դուք մյուսներից վատ տեսք ունենաք, թագավորը իմ գլուխը կկտրի։ Աղաչում եմ, թույլ տուր 10 օր փորձել։ Մեզ բանջարեղեն տուր ուտելու և ջուր խմելու։ Հետո մեզ համեմատիր մյուսների հետ և կորոշենք շարունակենք, թե ոչ։ Ներքինապետը համաձայնվեց։ Աստվածաշունչը այսպես է նկարագրում. 10 օրից հետո Դանիելը և իր ընկերները ավելի լավ տեսք ունեին, քան մյուսները, և ներքինապետը թույլ տվեց, որ շարունակեն բանջարեղեն ուտել և ջուր խմել։ Դանիելը ուժեղ մնաց, նա հավատարիմ էր Աստծուն և վարձատրվեց դրա համար։ 3 տարի անց թագավորը քննեց գերիներին։ Եվ այնպես պատահեց, որ Դանիելը և իր ընկերները բոլորից ամենալավն էին։ Այս երիտասարդները 10 անգամ ավելի խելացի են, քան թագավորության բոլոր ուսուցիչները։ Ես ուզում եմ, որ նրանք ինձ ծառայեն։ Բայց այս դեպքերից հետո նրանց կյանքը վտանգի տակ էր։ Այդ մասին քեզ կպատմեմ հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։